Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը կարծում է, որ 1999 թվականի հոկտեմբերի 27-ի ոճրագործությունը դրսից կազմակերպված էր։ Նկատենք Սահակյանի այս հայտարարությունը ուշագրավ է նրանով, որ առ այսօր իշխանության որևէ բարձրաստիճան ներկայացուցիչ 27-ի գործում դրսի հետքի մասին չի խոսել։ Նրանք, ովքեր որ մասնակցեցին, նրանք բոլորը բռնված են, կալանավորված են։ Դա իմ պատկերացումներ է, որ ես մտածում եմ ինչ որտեղից որոշակիորեն կարողացել են ինչ-որ բան կազմակերպել։ Դրսից պարոն Սահակյան ունեցել են աջակցություն։ Բնականաբար ես չեմ կարծում, որ հայերի միջից նման բան հնարավոր է անել։ Հիշեցնենք 17 տարի առաջ այսօրը Ազգային ժողովի նիստերի դահլիճում սպանվեցին Ազգային ժողովի նախագահ Կարեն Դեմիրճյանը, վարչապետ Վազգեն Սարգսյանը, Ազգային ժողովի փոխնախագահներ Յուրի Բախշյանը, Ռուբեն Միրոյանը, պատգամավորներ Արմենակ Արմենակյանը, Միքայել Քոթանյանը, Հենրիկ Աբրահամյանը եւ նախարար Լեոնարդ Պետրոսյանը։ Խորհրդանական այգում ոճրագործության զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողին այսօր ծաղիկներ դնելուց հետո Գալուստ Սահակյանը վերհիշեց, այն ժամանակ ինքը Ազգային ժողովի պատգամավոր էր։ Նախ ասեմ հետաքրքիր էր, որ ամբողջ դահլիճի առաջի մոմենտին մտածեց, որ ինչ որ հումոր են անում։ Մի քանի րոպե հետո եղավ այն, ինչի մասին դուք գիտեք։ Խորհրդանում սպանված Ազգային ժողովի նախագահ Կարեն Դեմիրճյանի որդին Ստեփան Դեմիրճյանը նույնպես անդրադառնալով հոկտեմբերի 27-ի ոճրագործությանը չբացառեց դրսի ուժերի ներգրավվածությունը, ընդգծելով ամեն ինչ արվեց գործը կոծկելու համար։ Եթե նկատի ունեք, որ դրսի ուժերը ներգրաված են, հնարավոր է չի բացառում, բայց բոլոր դեպքերում այդ ոճրագործությունը արվել է ներսի ստահակների միջոցով։ Կարող ենք արձանագրել, որ ցանկություն չի եղել բացահայտելու, հակառակը ամեն ինչ արվեց կոծկելու համար։ Ընդդիմադիր Հայ ազգային կոնգրես խորհրդարանական խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանն էլ շեշտեց, եթե հոկտեմբերի 27-ի գործում կա դրսի հետ կապա, դա միևնույն է արվել է հայերի ձեռքով։ Զուրաբյանի համոզմամբ այն, որ ոչ Ռոբերտ Քոչարյանի եւ ոչ էլ Սերժ Սարգսյանի օրոք հոկտեմբերի 27-ը չբացահայտվեց, նշանակում է, որ իշխանությունն ինչ-որ ձևով կապված է այդ ամենի հետ։ Նախ եւ առաջ պետք է գտնվեն այն մարդիկ, ովքեր լինելով Հայաստանից, լինելով Հայաստանի իշխանությունից միգուցե այդ գործում, այդ հանցագործության, այդ ոճրագործության մեջ ունեն իրենց մեղսակցությունը։ Նման հանցագործությունները պետք է բացահայտվեն առաջին հերթին այն բանի համար, որ դավադրություններ, դավաճանություններ մեր պետության դեմ չլինեն եւ բնականաբար ցանկացած իշխանության առաջնային պարտավորությունն է հասնել դրան, բայց դա չարվեց ոչ երկրորդ նախագահի օրոք, ոչ էլ երրորդ։ Եվ սա արդեն ինքնին ցույց է տալիս, որ չեն ուզում բացահայտել, ուրեմն ինչ որ ձևերով կապված են։ Ուշագրավ է, որ պատգամավոր Թևան Պողոսյանն էլ համեմատություն անցկացրեց 17 տարի առաջ տեղի ունեցած ոճրագործության եւ այս տարի ՊՊՑ գնդի վրա տեղի ունեցած հարձակման միջև, նշելով դրանք երկուսն էլ հարված էին մեր պետականությանը։ Այսինքն նմանություններ կան երկու գործերի, որ նմանություն լինի, որ դու ասես այդ դեպքը խնդիրը նա է, որ մենք ունենք զոհ, եւ այն պարագայում է եղել հայ զոհեր եւ այս պարագայում են եղել զոհերը եւ որևէ մեկը այդպես ասած չի եկել դրսից չի արել, հենց ինքներս մեզ ենք արել։ Չնշանակում է այն պատմության դասերը, որոնք կամ ընթացքում լինում է, որ դրանից դաս քաղելու տեղը մենք որևէ մի բան ոնց որ թե չենք ընկալում, չենք հասկանում, մեղավորները չեն պատժվում, անպատժելիությունը ավելի խորանում է, հոկտեմբերի 27-ից հետո եղել է մարտի 1-ին իրավիճակն է եւ ՊՊՑ գնդի, այդպես որ այս կոնտեքստի մեջ է խնդիրը դրած, որ ինչ պետք է անենք, որ այլևս սրանք մնան պատմության մեջ այն դասերը, որոնցով ապագա սերունդը կդաստիարակվի, բայց թույլ չի տա նմանատիպ դեպքեր կրկնել։ Ձեր արձանագրումն այն է, որ 17 տարի անց այսօր էլ ոչինչ չի փոխվել։ Փաստորեն այդպես է դառնում, որովհետև որևէ մի դեպք բացահայտված չի, որևէ դասեր քաղած չի։ Հոկտեմբերի 27-ը ձեր համար բացահայտված է։ Բնականաբար ոչ։ Ոնց կարող է բացահայտված լինի, երբ որ մենք չգիտենք մեղավորների անունները, երբ որ նույնիսկ ամբողջ գործը իր քրեական իմաստով ինչքան է փորձում են կոծկել կամ որևէ բան անել, ինքը դեռ գոյություն ունի, քանի որ պատվիրատուները այդպես էլ մնացել են անհայտ։